Հայաստանի իշխանությունները ներգրավված են հայ դատի համակարգի դեմ պայքարում։ Այն որ ադրբեջանական տարբեր շրջանակներ, տասնամյակներ շարունակ Եվրոպայից մինչև Ամերիկա, Կանադայից մինչև Ավստրալիա, Հարավային Ամերիկայից մինչև Մերձավոր Արևելք պայքար են մղել հայ դատի ամբողջ համակարգի դեմ, դա մեզ համար նորություն չէր, բայց մեզ համար նորություն էր ներկա օրերի հայ դատի համակարգի դեմ, ներկա օրերի պայքարում հայկական ազգանունների առկայությունը։ Օրեր առաջ պարզ դարձավ, որ Լոնդոնում տեղակայված մի անգլիական կազմակերպություն նամակ է ուղարկել, փակ նամակ ամերիկյան գրեթե բոլոր լրատվամիջոցների ղեկավարներին առաջարկելով հանդիպում եւ այսպես կոչված տեղեկատվությունների տրամադրում, որոնք վարկաբեկում են հայ դատի Ամերիկայի հանձնախմբին եւ նրա տարած հայանպաստ աշխատանքը։ Այս նամակում արկա 4 անձանցից 3-ը կրում են հայկական ազգանուններ, նրանցից մեկը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր Մարիա Կարապետյանն է։ Նրանք հերքում են իրենց կապը անգլիական այս կազմակերպության հետ, որի հետևում ադրբեջանական նավթադոլարներ են, Կասպյան ավազանում աշխատող ադրբեջանական խոշոր մի կազմակերպություն է։ Այս 3 անձինք իրենց քննադատության սլաքը վերջին օրերին ուղղում են հայ դատի Ամերիկայի հանձնախմբի եւ հայ դատի կենտրոնական գրասենյակի դեմ։ Մինչդեռ այս տեղեկատվության առաջնային աղբյուրը մենք չենք։ Այս տեղեկատվությունը պարզ է դարձել, երբ որ հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ձեռքում է հայտնվել այդ գաղտնի տեղեկատվությունը, այդ գաղտնի նամակը, որով անգլիական կազմակերպությունը առաջարկում էր այդ հանդիպումները։ Եթե իսկապես այս 3 անձինք որևէ կապ չունեն այդ նամակի հետ, այդ նպատակների հետ, ապա իրենց քննադատության սլաքը ճիշտ կլինի ուղղեն հենց անգլիական այդ կազմակերպությանը, որը բավական խոշոր մի կազմակերպություն է, Apollo Strategic Communications անվանումով, որի քույր կազմակերպությունը գործում է Ադրբեջանում եւ աշխատանքների մեջ է ներգրավված Կասպյան ավազանում էներգակիրների հարցով։ Որպեսզի հասկանանք, թե ինչ աշխատանքներում է ներգրաված հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, միայն վերջին օրերի ամենակարևոր աշխատանքները։ Այսօր, հենց այս ժամերի ընթացքում ամերիկյան կոնգրեսում հայ դատի հանձնախումբը աշխատանքներ իրականացնում, որպեսզի ավելացնի Հայաստանի տրամադրվող ամերիկյան օժանդակությունը։ Տարօրինակ է, չէ՞։ Մի կողմից Հայաստանի իշխանությունները պայքարում են հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ, մյուս կողմից հայ դատի Ամերիկայի հանձնախումբը աշխատում է Հայաստանին տրամադրվող ամերիկյան օժանդակության մեծացման շուրջ։ Քանի որ հայ դատի Ամերիկայի հանձնախմբի համար կարևորը պետությունն ու պետական շահն է, քանի որ իշխանությունները անցողիկ են, իսկ ազգային պետական շահը Հայաստանի բարօրությունն ու անվտանգությունը մնայուն է։ Երեք հայտնի դարձավ, որ Եվրոպական խորհրդանի 36 падգամավորներ նամակով դիմել են Եվրոպական դիվանագիտության ղեկավարին, պահանջելով Արցախահայության վերադարձի իրավունքի իրացում, հայ բանտարկյալների, հայ գերիների ազատ արձակում, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ, էներգետիկ համաձայնագրի դադարեցում եւ այլն։ Եվ սրանք ընդամենը վերջին 2 օրվա զարգացումներն էին Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում։ Հայ դատի հանձնախմբերը ամբողջ աշխարհում, աշխարհի ավելի քան 30 երկրներում շարունակում են իրենց աշխատանքները վաղուց արդեն ճշտված քաղաքական առաջնահերթությունների եւ օրակարգերի շուրջ։ Քանի որ հայ դատի Ամերիկայի հանձնախմբի համար կարևորը պետությունն ու պետական շահն է, քանի որ իշխանությունները անցողիկ են, իսկ ազգային պետական շահը Հայաստանի բարօրությունն ու անվտանգությունը մնայուն է։ Ադրբեջանական, թուրքական պայքարը հայ դատի հանձնախմբերի դեմ հետ չի պահելու հայ դատի համակարգին այն բոլոր քաղաքական առաջնահերթություններից, որ ունենք։